ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած վերջնաժամկետից ընդամենը 2 ժամ առաջ Պակիստանի միջնորդությամբ Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնության են եկել երկշաբաթյա ժամանակավոր հրադադարի շուրջ։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ ընդունել է հրադադարի պայմանները եւ ուրբաթ օրվանից Իսլամաբադում բանակցություններ կսկսի Միացյալ Նահանգների հետ։ Թրամփը իր հերթին հայտնել է, որ ձեռնպահ է մնում իրանական կամուրջներին եւ էլեկտրակայաններին հարվածելու սպառնալիքից։ Համաձայնության առանցքային պայմանը Իրանի կողմից Հորմուզի նեղուցի վերաբացումն է նավարկության համար։ Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել անվտանգ անցումը հաջորդ 14 օրերի ընթացքում իր զինված ուժերի համակարգմամբ։ Ու թեև բանակցություններն անցկացվել են Պակիստանում, Թրամփի խոսքով Չինաստանն է Իրանին դրդել համաձայնության։ Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել էր, որ հրադադարը տարածվում է ամենուր, ներառյալ Լիբանանում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սակայն հստակեցրել է, որ թեև սատարում է Իրանի դեմ հարվածների դադարեցմանը, այն չի ներառում Լիբանանում Հեզբոլլահի դեմ մարտերը։ Հրադադարի մասին պաշտոնական հայտարարությանը զուգահեռ իսրայելական զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավային Սայդա քաղաքին։ Սպանվել է առնվազն 8 մարդ։ Գրոհի է ենթարկվել նաև Իրաքում իրանամետ Հաշդ ալ-Շաբի խմբավորման դիրքը։ Իսրայելում էլ առնվազն 2 անգամ հնչել են օդային տագնապի ազդանշաններ, նախազգուշացնելով իրանական բալիստիկ հրթիռների ներխուժման մասին։ Երկրի կենտրոնական հատվածում լսվել են պայթյունների ձայներ։ Պարսից ծոցի երկրները, ներառյալ Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Կատարը հաղորդել են հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին։ Էմիրություններում հրդեհ է բռնկվել Հաբշան գազային օբյեկտում։ Քուվեյթի բանակը նշել է, որ իր օդային պաշտպանության ուժերը հայտնաբերել են հրթիռային եւ անօդաչուների գրոհներ, իսկ Կատարի պաշտպանության նախարարությունը հայտնել է հրթիռային հարձակման կասեցման մասին։ Հրադադարի մասին լուրից հետո Իրանի մայրաքաղաքի փողոցները լցվել են կառավարամետ ցուցարարներով։ Փողոց դուրս եկած քաղաքացիները բացականչում են «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին», «Մահ հաշտվողականներին»։ Կազմակերպիչները որոշ պահի փորձել են հանդարտեցնել ցուցարարներին, սակայն նրանք շարունակել են վանկարկումները։ Փողոցում այրել են Ամերիկայի եւ Իսրայելի դրոշները։ Սա ի ցույց է դնում արմատականների շարունակական զայրույթը, ովքեր պատրաստվում էին Թրամփի խոստացած Իրանի ոչնչացման գործողությանն ու դրան հաջորդող հետևանքներին։ Իրանի ազգային անվտանգության խորհուրդը կոչ է արել բոլոր քաղաքական խմբավորումներին եւ իրանցիներին սատարել բանակցությունները։ Ընդգծվել է, որ դրանք ընթանալու են գերագույն առաջնորդ Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի խիստ հսկողության ներքո։ Չնայած շարունակվող հրթիռակոծությունների եւ անօդաչուների հարձակումների մասին հաղորդումներին, համաշխարհային շուկայում նկատվում է նավթի գնի կտրուկ անկում։ Ամերիկյան հում նավթի WTI գինը գահավիժել է մոտավորապես 15%-ով, կազմելով շուրջ $96 մեկ բարելի դիմաց։ Միջազգային էտալոն համարվող Brent տեսակի նավթի գինը եւս նվազել է, տատանվելով $93 սահմաններում մեկ բարելի դիմաց։ ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն ԱՄՆ-ի եւ Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի համաձայնությունից ընդամենը 1 օր անց Վաշինգտոնում բանակցություններ կվարի Դոնալդ Թրամփի հետ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահն իր դժգոհություններ հայտնել արևմտյան գործընկերներից Իրանի դեմ իր պատերազմին սատարելուց հրաժարվելու համար։ Թե նախագահը, թե պետքարտուղարը ակնարկել էին կառույցից նահանգների դուրս գալու մտադրության մասին, ինչը ցնցել է 77-ամյա անդրատլանտյան դաշինքը։ Թրամփը ՆԱՏՕ-ի գործընկերներին անվանել է վախկոտներ, իրենց տարածքներում գտնվող ռազմաբազաներին ԱՄՆ ուժերի հասանելիությունը սահմանափակելու եւ Հորմուզի նեղուցը բացելու ջանքերը գլխավորելուց հրաժարվելու համար։